Մեկ տարուց ավել է, ինչ Հայաստանում գործում է e-agro.am կայքը։ Այն ընդարձակ ինտերնետային շուկա է, որտեղ գյուղացիները հնարավորություն ունեն վաճառքի հանել իրենց գյուղմթերքը, իսկ գնորդը արագ կարող է գտնել իրեն անհրաժեշտ գյուղատնտեսական ապրանքները։ Նման կայքեր գործում են ԱՄՆ-ում, աֆրիկյան երկրներում, Մեծ Բրիտանիայում, Հարավային Կորեայում, որոնք մեծ հաջողությունների են հասել։ Կայքը օգտատերերին հնարավորություն է տալիս 20-ից 60%-ով ավելացնել իրենց եկամուտները եւ կրճատել ծախսերը։ e-agro կայքի Կոտայքի մարզի համակարգող Նարինե Անդրեասյանը նշում է, որ գնալով ավելանում է գրանցվողների թիվը, այն արդեն 4000-ից անցել է։ Չծախսելով գումարներ եւ ժամանակ, վաճառողը եւ գնորդը կապ են հաստատում առանց միջնորդի։ e-agro.am-ը ստեղծել է Microsoft ինովացիոն կենտրոնի հայաստանյան գրասենյակը։ Հայտարարություն տեղադրելու համար ընդամենը պետք է համակարգչով կամ հեռախոսով հավաքել 3w.eagro.am կայքը, սեղմել գրանցման բաժինը եւ տեղադրել հայտարարությունը։ Կայքում բազմաթիվ գործարքների դեպքեր են գրանցվել, բազմաթիվ օգտատերեր շարունակում են ստանալ զանգեր գնորդներից։ e-agro կայքի միջոցով կանանչ հեքիաթ ընկերությունը, որը զբաղվում է դեկորատիվ, մշտադալար եւ պտղատու տնկիների աճեցմամբ, ձեռք է բերել գնորդների մեծ բանակ։ Ընկերությունը գործում է 2 տարի։ Գտնվում է Կոտայքի մարզի Նոր գյուղ Մայակովսկի հատող խաչմերուկում։ e-agro.am կայքի աշխատակցին մոտեցավ, առաջարկեց տարբերակ համագործակցություն տեղեկատվության առումով։ Մենք սիրով համագործակցեցինք, իրար հետ համաձայնվեցինք եւ մի չանցած երևի մի շաբաթ 10 օր արդեն նայի արդյունքները տվեց, մոտ մի 10-15 հոգի արդեն հաճախորդ ունենք այդ կայքից օգտվող, որ եկել են ու բնական է, որ իրանց հետ հաստատ էլի կգան շատ շատերը։ Շատ շնորհակալություն իրենց, ամեն դեպքում լավ ապրանք, բայց մարդկանց տեղեկատվություն հաստատ այդ այսօր շատ կարևոր է։ e-agro կայքի հետ վերջերս սկսել են համագործակցել մեղվապահները, քանի որ Հայաստանը փոքր երկիր է, կայքը հնարավորություն է տալիս հայկական մեղրի, մեղվամթերքի վաճառքի ծավալի մեծացմանը։ e-agro-ի հետ մենք համագործակցեցինք միայն այն պատճառով, որ մենք խնդիրներ ունեինք մեղրի իրացման հետ կապված։ e-agro-ն մեզ առաջարկեց ինտերնետով ներկայացնել, պարզ էր, որ ներկայանալու ամբողջ Հայաստանին եւ նաեւ արտասահմանին, դրա համար մենք մեծ սիրով համաձայնվեցինք եւ համագործակցում ենք այժմ։ Ճիշտ է, քիչ է համագործակցության ժամկետը, բայց արդյունքներ որոշ տվել է։ Հուսով ենք, որ ապագայում ավելի լավ արդյունքներ է տալու։ Կայքը Հայաստանում տարածվելուց հետո այն կընդլայնվի դեպի Վրաստան, Ռուսաստան եւ այլ երկրներ, հայկական գյուղմթերքը դրսի գնորդների շրջանում առավել հասանելի դարձնելու համար։ Մերի Կարապետյան, Հովիկ Դանիելյան, Աբովյան հեռուստաընկերություն։